Siz nasıl Karabağ'a girdiyseniz. Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçer. Բարև ձեզ, եթերում իրական Թուրքիա նախագիծն է։ Թուրքիայի մասնակցությամբ եւ Թուրքիայի թշնամիների մասնակցությամբ միջազգային գերկարևոր հավաքներ են տեղի ունեցել։ Առաջինը Դամասկոսում Սիրիայի դե ֆակտո նախագահն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանին, պաշտպանության նախարար Գյուլերին, հետախուզության ղեկավար Քալենին, թուրքական վերնախավի եռյակին։ Սա Թուրքիայի ուղերձն է Սիրիայում թուրքական վերահսկողության դեմ պայքարող ուժերին, որ իր նշանակած ռեժիմին անպաշտպան չի թողնի։ Այս այցի կարիքն առաջացել էր, որովհետև Սիրիայում մարտեր են շարունակվում եւ բոլորը չէ, որ պատրաստ են ընդունել Սիրիան Թուրքիային հանձնելու իրողությունը։ Եվ երկրորդ հավաքը տեղի է ունեցել Երուսաղեմում, որտեղ հանդիպել են Իսրայելի, Հունաստանի եւ Կիպրոսի առաջնորդները։ Թուրքիայի թշնամիների հավաք, այսպես է անդրադարձել թուրքական մեդիան այս հանդիպմանը։ Նեթանյահուն անուղակի դիմելով Էրդողանին ասել է. «Դիմում եմ նրանց, ովքեր երազում են մեր հողերի վրա իրենց կայսրությունների եւ տիրապետության վերականգնման մասին։ Մոռացեք դրա մասին, դա տեղի չի ունենալու։ Նույնիսկ մի մտածեք դրա մասին»։ Իրական Թուրքիա նախագծի այս թողարկմանը դիտեք։ Հայաստանին եւ հայերին Թուրքիայից սիմվոլիկ քայլեր են պետք, կամ Էրդողանի նախընտրական ժեստը Փաշինյանին։ Bazı sembolik adımlar atacağız. Բաքվում ուղիղ ասում են, թե ինչու է Սոքարը բենզին վաճառում Հայաստանին։ Azərbaycanın Ermənistana neft məhsulları göndərməsi ilə bu asılılıq azalacaq. Հայաստանի հետ խաղաղությանը ադրբեջանցիները հավատում են հարցում Բաքվի փողոցներում։ İnanmıram. Ne için? Onlara etibar yoxdur ona görə. Եվ վերջում հարցազրույց Մեթե Հաթայ Թուրքիայի հետ հակասություններ ունեն թուրքերը Կիպրոսում։ Türkiye ile Kıbrıslı Türklerin belli sorunları var. Tuncay Yılmaz Türkiye'nin ստիպում են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Türkiye açıkçası bir çeşit sultanlığa dönme pozisyonu. Եվ Yektan Türk Yılmaz Türkiyan ստեղծվել է պատմական Հայաստանի ավերակների վրա։ Öte yandan Talatların, Enverlerin yeniden kahraman ilan edildiği bir Türkiye. Եվ այսպես Էրդողան-Փաշինյան եւ Էրդողան-Հայաստան հարաբերություններն առանձին թրեքեր են եւ խիստ տարբեր բովանդակություններ ունեն։ Թուրքիայի նախագահը նոր հայտարարություն է արել Հայաստանի մասին, որն ավելի ճիշտ կլինի ասել Փաշինյանի մասին, խոստանալով սիմվոլիկ քայլեր տարեսկզբին։ Yıllardır barışa hasret kalan Güney Kafkasya. Տարիներ շարունակ խաղաղության ձգտող հարավային Կովկասն այսօր պատմական ժամանակաշրջան է ապրում։ Ադրբեջանն ու Հայաստանը հիմա ավելի մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, քան երբևէ։ Այս գործընթացին զուգահեռ Ադրբեջանի հետ երկխոսությունը պահպանելով մենք նաև առաջ ենք մղում մեր հարաբերությունների կարգավորման գործընթացները Հայաստանի հետ։ Ալլահի կամքով մենք կանենք որոշ սիմվոլիկ քայլեր սկսած հաջորդ տարվա սկզբից։ İnşallah gelecek sene başından itibaren bazı sembolik adımlar atacağız. Ինչ սիմվոլիկ քայլերի մասին է խոսքը, բայց որ ավելի կարևոր է Հայաստանին եւ հայերին Թուրքիայից սիմվոլիկ քայլեր են պետք։ Այն ամենից հետո, որ տվեցին Թուրքիային։ Գլխավոր հաղթաթուղթը Արցախը թուրքական վերահսկողության տակ է։ Փաշինյանը հրաժարվում է Արարատին նայել, հրաժարվում է պատմական Հայաստանից։ Ցեղասպանության պատճառների վերաբերյալ էլ դեռ հարցեր ունի։ Այսքանից հետո Էրդողանը միմիայն սիմվոլիկ քայլեր է խոստանում, բայց ինչու։ Այս հարցի պատասխանը երկու աղբյուրով։ Թուրքիայի նախընտրական ժեստը Փաշինյանին։ Այս վերնագիրը թուրքական մեդիայից է, որն Էրդողանի հայտարարությունից առաջ միացել էր այն շշուկներին, թե Թուրքիան ծանր ու թեթև է անում Հայաստանի հետ սահմանը բացելու հնարավորությունը։ Բլումբերգի Անկարայի թղթակիցն էր սկսել, որը որոշ կապեր ունի Անկարայում իշխող վերնախավի որոշ շերտերի հետ, այս ամսվա սկզբին գրելով. Թուրքիան վերադարձել է 31 տարի փակ մնացող Հայաստանի հետ ցամաքային սահմանը պայմաններով բացելու քննարկմանը։ Ըստ Բլումբերգի թղթակցի աղբյուրի գործընթացն ակտիվացել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջերս ստորագրված խաղաղության հռչակագրից հետո, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանին սպասվող մոտակա ընտրությունների ֆոնին։ Բլումբերգի լուրի այս հատվածը, այս նախընտրական դիտարկումը թուրքական այլ լրատվամիջոցների
միջոցների uշադրությանը եւս արժանացել էր։ Haberde Türkiye'nin sınırı açmasının Haziran ayında yeniden seçime girecek Paşinyan'a siyasi avantaj sağlayabileceği de değerlendiriliyor. Այդ լուրի տեքստում Թուրքիայի կողմից սահմանի բացվումը համարվում է քաղաքական առավելություն Փաշինյանի համար, որը հունիսին ընտրությունների է գնալու։ Եթե նա վերընտրվի, ապա սպասվում է, որ նա կպաշտոնականացնի Ալիևի հետ խաղաղության համաձայնագիրը։ Իսկ Թուրքիայի նախագահին հիշում ենք, թե որքան է պետք այդ խաղաղության համաձայնագիրը, որը պատմական հնարավորություններ է բացելու թուրքական աշխարհի համար։ Türk dünyamız için stratejik önemi haiz Kafkaslar'da yaşanan gelişmeleri yakından takip ediyoruz. Can Azerbaycan'ın Ermenistan'la barış anlaşması üzerinde Թուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունեցող Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին մենք ուշադիր հետևում ենք։ Ուրախ ենք, որ Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության է հասել Հայաստանի հետ։ İki ülke arasında kalıcı barış tesis edilebildiği takdirde bu durum şüphesiz Türk dünyamız için birçok fırsatı da beraberinde getirecektir. Եթե երկու երկրների միջև հնարավոր լինի հաստատել մշտական խաղաղություն, ապա այդ դրությունը անկասկած բազմաթիվ հնարավորություններ կբացի մեր թուրքական աշխարհի համար։ Այս պահին վստահ եմ, որ հաղթանակած նախագահը իմ սիրելի եղբայր Ալիևը պատմության մեջ կմտնի որպես տարածաշրջանին խաղաղություն բերող առաջնորդ։ Doğu ile Batı arasında güvenli ve kesintisiz ulaşım hattını teşkil eden ortak koridor Միջին միջանցքը, որն ապահովում է արևելքի եւ արևմուտքի միջև անվտանգ եւ անխափան փոխադրումներ, առանձնանում է որպես ռազմավարական երթուղի։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս թուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում գործակցությանը միջին միջանցքի հաջողության համար եւ ակնկալում ենք անդամ պետությունների աջակցությունը։ Kıbrıs'ta, Karabağ'da, Bosna'da ve bugün de Gazze'de yaşanan trajediler Անցյալում Կիպրոսում, Ղարաբաղում, Բոսնիայում եւ այսօր Գազայում տեղի ունեցած ողբերգությունները մեզ հիշեցնում են, որ պետք է մտածենք մեր սահմաններից այն կողմ։ Մինչ մենք հոգ ենք տանում միմյանց մասին, ինչպես պահանջում է մեր եղբայրությունը, պետք է մեր միջև համերաշխությունը ավելի տեսանելի դարձնենք։ Իրականում այս պատմությունը սկսվել է դեռ այս տարվա ապրիլի 17-ին Անտալիայի դիվանագիտական ֆորում Հայաստանի արտաքին գործերի նախարարը հարցազրույց է տալիս թուրքական մեդիային, որը հիմա գրեթե ոչ ոք չի հիշում։ Պետական Անադոլուի լրագրողը հարցնում է. Դուք ասացիք, որ համապետական ընտրությունները հաջորդ տարի են 2026-ին։ Եթե փոփոխություն լինի, եթե կառավարությունը փոխվի, արդյոք կլինի փոփոխություն բանակցությունների հարցում, քաղաքական գծում։ Եվ Միրզոյանի խոսքի հայերեն թարգմանությունը ըստ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի։ Time passes and if the Armenian government does not deliver a tangible outcomes of normalization process, even those who believe in peace agenda will come up. Ժամանակը անցնում է եւ եթե Հայաստանի կառավարությունը չկարողանա ապահովել շոշափելի արդյունքներ կարգավորման գործընթացում, նույնիսկ խաղաղության օրակարգին հավատացողները կարող են հարց բարձրացնել։ Լավ, խաղաղության օրակարգը հնչում է գեղեցիկ, բայց անհնար է խաղաղություն կառուցել միայնակ։ Թվում է, թե ձեր հարևանները չեն կիսում ձեր խաղաղ եւ բարգավաճ տարածաշրջան ունենալու տեսլականը, ինչպես նաեւ նորմալ հարաբերություններ ունենալու ձգտումը։ Սա կարող է նշանակել, որ վաղը այլևս իմաստ չեմ տեսնի շարունակել ձեր խաղաղության օրակարգին։ Այսինքն ես սա ասում եմ ցույց տալու համար, որ մենք այսօր ունենք աջակցություն, բայց այս աշխարհում ոչինչ անվերջ չէ։ Nothing is unlimited in this world and things may change. Of course, but at the same time it is obvious that if we have results Բայց միևնույն ժամանակ ակնհայտ է, որ եթե կարգավորման գործընթացում ունենանք արդյունքներ, եթե օրինակ խաղաղության պայմանագիր ստորագրենք, հաղորդակցության ենթակառուցվածքները բացվեն, մարդիկ սկսեն կամ վերականգնեն առևտրային կապերը, սկսեն շփումները, մարդասիրական խնդիրները սկսեն լուծվել եւ այլն, ապա դա կհանգեցնի հարաբերությունների բնական բարիդրացիական զարգացմանը։ Այդ պարագայում հակամարտության դարաշրջան վերադարձ ավելի ու ավելի անհավանական ու անիրատեսական կդառնա։ It will make the natural neighborly development of relations natural, normal, and the reverse to the era of hostilities would become more and more less and less tangible, less and less realistic.
The same I can say. Նույնը կարող եմ ասել նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին։ Մենք արդեն մի քանի համատեղ քայլեր կատարել ենք։ Եթե բացենք սահմանը, սկսենք իրականացնել համատեղ էներգետիկ նախագծեր, եթե ուղիղ առևտրի ծավալները ավելանան, դա կփոխի տրամադրությունը։ Եվ ես հավատում եմ, դա կփոխի ոչ միայն հասարակությունների տրամադրությունը, այլև ողջ տարածաշրջանը։ Մենք իսկապես ունենք այս հնարավորության պատոհանը։ In our societies that will change the whole region, I believe. We do have this window of opportunity. Ստացվում է, որ Արարատ Միրզոյանը հուշում է Թուրքիային, որ այո, ինչպես Էրդողանն է ասում, Թուրքիայի համար հնարավորությունների պատուհան է բացվել եւ Թուրքիան ունի ընտրության երկու տարբերակ։ Շարունակել այսպես Փաշինյանի հետ կամ անորոշ կերպով ընտրություններում Փաշինյանի պարտությամբ։ Սա նշանակում է, որ Փաշինյանը ընտրություններին ընդառաջ Եվրամիությունից օգնություն խնդրելուց առաջ օգնություն էր խնդրում Թուրքիայից։ Խնդիրն այն է, որ Հայաստանի ուղղությամբ սիմվոլիկ քայլեր անելու խոստումից ընդամենը 1 օր առաջ Թուրքիայի նախագահը եւս մեկ հայտարարություն էր արել, որը եւս Հայաստանում պետք է տեսնենք, որն այս պատմության Էրդողանի քաղաքականության մտադրությունների եւ մեթոդների մասն է։ Karabağ'ın 44 gün süren Vatan Muharebesi'nde Ղարաբաղում 44 օրյա հայրենական պատերազմի ժամանակ Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ, հիմնվելով Թուրքիայի թշնամիների կողմից տարածվող լուրերի վրա։ Հիշեք, Türkiye'yi Azerbaycan'a destek vermekle suçladılar. Hatırlayın. GDP-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն դուրս եկավ եւ ասաց հենց սա։ Aynen şunu söyledi. Maalesef gelen haberlerde Türkiye'den Azerbaycan'a silah yardımı yapıldı ve söylentilere göre cihatçı grupların Azerbaycan'a gönderildiği ifade ediliyor dedi. Ցավոք, հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Թուրքիան զենք է մատակարարում Ադրբեջանին եւ ըստ լուրերի ջիհադիստական խմբեր են ուղարկում Ադրբեջան։ Թող ամաչեն, որ Ղարաբաղի ազատագրման ժամանակ իրենք այս դիրքորոշումն են ունեցել։ Մենք նույն հեռատեսության եւ նույն խղճի պակասի ականատեսն էինք ոչ միայն Ղարաբաղում, այլ դրանից առաջ սիրիական հակամարտության ժամանակ։ Էրդողանը ոչ թե հերքում է Ադրբեջանին զենք մատակարարելու եւ հայերի դեմ ջիհադիստ ահաբեկիչներ ուղարկելու մասին պնդումները, այլ զայրանում է, որ իր այդ քայլն ընդդիմությունը քննադատել է Թուրքիայի ընդդիմությունը։ Սա նշանակում է, որ Էրդողանը եւս մեկ անգամ բառացի հայտարարում է այն, ինչը գիտենք բոլորս, բայց ոմանք ձևացնում են, թե այս պայմաններում կարգավորում հնարավոր է, առևտուր հնարավոր է։ Սա նշանակում է, որ Էրդողանն այլևս չի կրկնի Արցախում կատարվածը, օրինակ Սյունիքում, եթե դա համարում է արդյունավետ միջոց իր ծրագրերին հասնելու համար։ Էրդողանն այս հայտարարությունն արել է Մեծ Թուրանի օպերացիան փաստաթղթավորելիս։ Մեծ շնորհանդես է կազմակերպել ու գրեթե 1 ժամ խոսել թյուրքական աշխարհը պառակտել փորձողների եւ միավորելու իր ջանքերի մասին։ Ներկայացրել է թյուրքական աշխարհի տեսլականը ըստ իր Արդարություն եւ զարգացում կուսակցության եւ իհարկե սկսել է նրանից, որ աշխարհը դեմ է թուրքերի միավորմանը, իսկ պանթյուրքիզմի քարոզանողներին կախաղան էին հանում։ Էրդողանի այս ելույթը մանրամասն ներկայացրել են իրական Թուրքիա նախագծի նախորդ թողարկմանը, որը հասանելի է Alpha News-ի բոլոր հարթակներում։ Այստեղ միայն հավելենք, որ Թուրանի եւ պանթյուրքիզմի մասին խոսող Էրդողանն Արցախի մասին հիշել է, որովհետեւ Արցախում պատերազմը եւ Արցախի օկուպացիան այդ գաղափարների շրջանակում էին, ոչ թե որովհետեւ Ալիևն իսկապես հավատում է, թե Արցախը պատմական ադրբեջանական հող է։ Սյունիքի եւ Հայաստանի տարածքի վրա թուրքերն աչք են դրել այս նույն տրամաբանությամբ եւ Էրդողանի խոստացած սիմվոլիկ քայլերը հենց այդ ուղղությամբ են։ Թուրքիայի պատմական երազանքների, ոչ թե Հայաստանի եւ հայերի համար ավելի հարուստ ապրելու պայմաններ ստեղծելու համար։ Ադրբեջանական սոքարը բենզին է վաճառում Հայաստանին։ Այս նախադասության ամբողջ բովանդակությունը, ամբողջ ողբերգությունը հասկանալու համար պետք է ընդգծել։ Սոքարը Բաքվի պետական նավթային ընկերությունն է։ Ադրբեջանը նավթի փողերով է շնչում, ինչպես հայտնի է։ Առանց ծայրահեղությունների, թուրքական հագուստ գնելիս անգամ ադրբեջանական։ Թուրքիայի կամ Ադրբեջանի ռազմական բյուջեն չես ֆինանսավորում, առնվազն ուղղակիորեն։ Բայց ադրբեջանական բենզին գնելիս երկու կարծիք ուղղակի չկա։ Ուղիղ ֆինանսավորում ես Բաքվի ռազմական բյուջեն։ Մինչև այս հայերի դեմ իրականացված Ալիևի բոլոր գործողությունների հետևում հենց սոքարն է եղել։ Արցախում պատերազմից մինչև ջերմուկի մարտեր։ Սոքարից ստացված փողերն են Հայաստանի դեմ ծրագրվող գործողությունների ֆինանսական աղբյուրը։ Ներառյալ ռազմական լայնամասշտաբ նոր գնումներ, թեև ինչպես ոմանք պնդում են, խաղաղություն է հաստատվել։ Մինչև հարևմտյան Ադրբեջան կոչվածը, որով Հայաստանի ամբողջ տարածքը Սյունիքից մինչև Երևան ու Սևան Ալիևը պատմական ադրբեջանական
Հայաստան հող է հայտարարում։ Եվ հիմա սոքարի փողերով բուրըն քարոզչություն է անում միջազգային հարթակներում։ Ընդհանրապես, եթե խաղաղությունն այդքան իրողություն է, կարող էին երկու պետությունների միջև առևտուրը սկսել ոչ թե ռազմավարական նշանակություն ունեցող ցորենից եւ ռազմական նշանակություն ունեցող նավթից, այլ այնպիսի պրոդուկտներից, որոնց հետևում քողարկված մտադրությունների թշնամանքի հոտն այսքան չի խեղդում։ Ermənistanın Azərbaycanın yanacağına ehtiyacı var. Հայաստանն ադրբեջանական վառելիքի կարիք ունի, որովհետև չունի իր սեփական պաշարները։ Ներկայում Հայաստանը մեծ քանակությամբ բենզին եւ գազ է ներմուծում Ռուսաստանից եւ Իրանից։ Սա նշանակում է ինչպես որոշակի ռիսկեր, այնպես էլ կախվածություն Երևանի համար բարդ քաղաքական իրավիճակում։ Այդ կախվածությունը կնվազի, եթե Ադրբեջանը նավթամթերք ուղարկի Հայաստան։ Ինչու է Բաքվին պետք, որ Հայաստանը իրենց ձևակերպմամբ նվազեցնի կախվածությունը Ռուսաստանից եւ Իրանից։ Ինչու է Բաքուն շահագրգռված, որ Հայաստանը ռուսական եւ ադրբեջանական բենզինի փոխարեն ընտրի ադրբեջանականը։ Պատասխանը փնտրելիս հեռու գնալ պետք չէ։ Հենց իրենք են տալիս։ Oyun yeni qaydalarla yazılarkən Moskva və Tehran köhnə qaydalar. Քանի դեռ խաղը գրվում էր նոր կանոններով, Մոսկվան եւ Թեհրանը մնացին հին կանոնների ներքո։ Արդյունքում դարձան հանդիսատես, այլ ոչ թե իրադարձությունների մասնակիցներ։ Դիտողի ներկայությունը չի ազդում խաղի արդյունքի վրա։ Այս շաբաթ երկու երկրներից միաժամանակ հայտարարություններ եղան Թրամփի ուղու վերաբերյալ։ Մեկն ասում է՝ չի կարող բացվել առանց մեզ, մյուսը թե ընդհանրապես չի կարող բացվել։ Այժմ Զանգեզուրի միջանցքի բացումը կապված է Վաշինգտոնի անվան հետ։ Միացյալ Նահանգները, Ռուսաստանի եւ Իրանի գլխավոր հակառակորդը մոտենում է նրանց սահմանին։ Սա Հայաստանին անվտանգության ինչ-որ երաշխիք է տալիս, թե Հայաստանը դնում է համաշխարհային կոնֆլիկտի ճիշտ մեջտեղում, Հայաստանը դարձնում է համաշխարհային կոնֆլիկտի խաղաքարտ։ Ադրբեջանական բենզինի շուրջ աղմուկի, կարծիքների, պնդումների միջով կարմիր թելի նման անցնում է իրականությունը։ Հայաստանի տարածքն է թիրախը, Սյունիքը, Զանգեզուրի միջանցք կոչվածը, եւ եթե Իրանն ու Ռուսաստանը դեմ են դրան, ապա Իրանին եւ Ռուսաստանին թուրքերը պատրաստվում են դիմակայել հայերի ձեռքերով։ Հայերին դուրս են բերում իր հնարավոր դաշնակիցների դեմ, այն պետությունների, որոնց արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո այսպիսի հայտարարություն է հնչում։ بعدی این وزرای خارجه این سازوکار هستیم. Թեհրանն ու Մոսկվան միասնական են Կովկասյան տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայությունը մերժելու հարցում։ Ոչ մի օտարերկրյա ուժ չպետք է մտնի տարածաշրջան եւ խաթարի անվտանգությունն այստեղ։ و روسیه با هم شراکت دارن. هیچ قدرتی یا هیچ کشوری خارج از این منطقه نباید در این منطقه حضور داشته باشه و بخواد در امنیت این منطقه خلل وارد. Ադրբեջանական նավթը Հայաստան ուղարկվեց Թրամփի ուղու վերաբերյալ Վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո Իրանի առաջին բացահայտ դիմադրությունից հետո։ Անցած շաբաթ հանդիպել էին Թեհրանում Հայաստանի դեսպանը եւ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Ակբար Վիլայեթին, որին Բաքվում իրենց առանձնահատուկ եւ անձնավորված ճշնամին են համարում։ Հանդիպման մասին իրանական պետական մեդիայի վերնագրում կարդում ենք. Կովկասի համար Թրամփի պլանն արտացոլում է Զանգեզուրի միջանցքը։ Տեքստում Վիլայեթին ասել է, որ Իրանն ի սկզբանե դեմ է եղել Զանգեզուրի միջանցքին, քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն եւ զգուշանում է իր անվտանգային միջավայրին սպառնացող վտանգներից, պնդել է, որ միջանցքը կարող է հնարավորություն տալ ՆԱՏՕ-ի ներկայություն հաստատել Իրանի հյուսիսում, լուրջ անվտանգության ռիսկեր ստեղծելով Իրանի հյուսիսային եւ Ռուսաստանի հարավային մասերի համար։ Հավելել է, որ Թրամփի ծրագիրը գործնականում նույն Զանգեզուրի միջանցք կոչված նախագիծն է, միայն անունն է ուրիշ եւ այժմ իրականացվում է Հայաստան-ամերիկյան ընկերությունների մտնելու միջոցով։ Վիլայեթին ասել է, որ Միացյալ Նահանգներն ունի զգայուն տարածաշրջաններ տնտեսական նախաձեռնություններով մտնելու պատմություն, սակայն նման ներգրավվածությունը աստիճանաբար ընդլայնվել է ռազմական եւ անվտանգության չափումներով։ Հիմա եւս մեկ պատասխան այն հարցին, թե ինչու է Ադրբեջանը բենզին ուղարկում Հայաստան եւ թե ինչու է դրանից թշնամանքի գարշահոտ գալիս։ Բաքուն փորձում է իրենից կախվածության մեջ դնել Հայաստանը, վերահսկել Հայաստանի քայլերը, միջամտել Հայաստանի ներքին գործերին ունենալով բենզինի եւ ցորենի գործոնները։ Ermənistan hakimiyyəti bilə-bilə ki, İranın mühafizəkar dairələri Հայաստանի իշխանությունները գիտեն, որ Իրանի պահպանողական շրջանակները դեմ են Թրամփի ուղուն։ Ուրեմն ինչու է Իրանում Հայաստանի դեսպանը գնում եւ հանդիպում Վելայաթիի հետ։ Ավելի վաղ Բաքուն փորձել է միջամտել Հայաստանի ներքին գործերին ծավալուն տեքստով եւ մի քանի կետով դժգոհելով Հայաստանի Եվրամիություն փաստաթղթից։ Հիմնական թեզով, թե այն հակասում է խաղաղության համաձայնագիր կոչվածին, որը միայն նախաստորագրված է։ Բաքուն հիմա իրեն իրավունք է վերապահում
պահում որոշել Հայաստանի այս կամ այն քայլի համապատասխանությունը խաղաղության այդ չստորագրված համաձայնագրին, իսկ ինչ կլինի, եթե մի օր որոշեն, որ Փաշինյանի կամ իշխանությունը Փաշինյանից հետո ստանձնող քաղաքական ուժի գործողությունները չեն համապատասխանում այդ խաղաղության համաձայնագրին։ Ընդ որում, ինչպես տեսնում ենք, նման գործողություն կարող է լինել Եվրամիության հետ որևէ փաստաթուղթ կամ Հայաստանի որևէ դեսպանի հանդիպում ընդունող երկրի պաշտոնյայի հետ։ Ստացվում է, որ հիմա խաղաղությունն է իրողություն, թե խաղաղությունն իրողություն է, քանի դեռ Բաքվի սրտով է ու կանոններով, թե հայերն այսուհետև պետք է շնչեն եւ արտաշնչեն այնպես, որ Բաքվում դեմ չլինեն։ Սա է Փաշինյանի խաղաղությունը։ Հիմա այն մասին, թե ինչ են կարծում այդ նույն խաղաղության մասին Բաքվի փողոցներում, Հայաստանի հետ երկարատև խաղաղությանը հավատում են ադրբեջանցիները։ Բաքվի պետական հեռուստաալիքներից մեկն է հարցրել։ Չեմ հավատում։ Ինչու՞։ Նրանց չեմ վստահում։ Խաղաղությանը հավատում եմ, հնարավոր է, բայց չեմ հավատում, թե հայերը մեզ հետ բարեկամաբար կլինեն։ Հավատում եմ, մենք մոռացկոտ ժողովուրդ ենք, կմոռանանք, կհաղթահարենք ամեն ինչ եւ կրկին կապրենք բարեկամական պայմաններում։ Erməni-lə Azərbaycanlı heç vaxt bir yerdə yaşaya bilməz։ Հայն ու ադրբեջանցին երբեք չեն կարող միասին ապրել։ Այս ազգը չի հրաժարվի հայերի դեմ թշնամանքից։ Նրանց քաղաքականությունը կեղծ է։ Երկու երկրների միջև համաձայնագիր կարող է կնքվել։ Ola bilər։ Ermənistan sülh konstitusiyada Եթե Հայաստանը փոխի սահմանադրությունը հրաժարվի ադրբեջանական հողերից, կհավատամ այս խաղաղությանը։ inanacağam. Sülhün olacağına inanıram. Հավատում եմ, որ խաղաղություն կլինի, բայց հարաբերությունները դեռևս անորոշ են։ 5 տարի հետո հայտնի կլինի, սա լավ բանի կհանգեցնի, թե ոչ։ Biraz hələ onu bir 5 il nəticə 5 ilə bir hardasa 10 ilə bilmək olar ki, yaxşılığa doğrudur yoxsa yox. Onu indidən qərar vermək olmaz. Fikrimcə yaxşı olacaq münasibətlər. Sərhədlər açılacaq. Կարծում եմ հարաբերությունները լավ կլինեն, սահմաններ կգծվեն, նրանք ստիպված են խաղաղություն կնքել։ Hər halda buna inanmaq istəyərdim։ Կցանկանայի հավատալ դրան, կուզեի, բայց ապագա իրադարձությունների ընթացքը ցույց կտա։ Հայերին չեն վստահում հայերի դեմ թշնամանք, հայն ու ադրբեջանցին երբեք չեն կարող միասին ապրել, Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը, Հայաստանը ստիպված է գնալ սահմանազատման։ Սա է Բաքվում իրական մթնոլորտը, երբ Երևանում Փաշինյանն արդեն իսկ պնդում է, թե խաղաղությունն իրողություն է հաստատվել առանց այս տարրական զգուշավորության, որ իրադարձությունների ապագա ընթացքը ցույց կտա իրականությունը, որ առաջիկա 5 տարին ցույց կտա, թե ինչ իրողությունների առաջ ենք, ինչու է շտապում Փաշինյանը, ինչ է շահելու այս շտապողականությունից, Բաքվի հետ հարաբերություններում զգուշավորությունն ավելորդ է։ Իրական Թուրքիա նախագծի երկրորդ մասում հարցազրույց է։ Ամսվա վերջին թողարկմանը ներկայացնում ենք նախորդ շաբաթների հարցազրույցների կարևորագույն դրվագները։ Մեթե Հաթայ, լրագրող, հետազոտող Կիպրոսից, բայց կղզու ոչ թե հունական, այլ այսպես ասենք թուրքական մասից։ 1974-ին մի գիշեր հանկարծակի կգանք ֆրազով Թուրքիան ներխուժեց Կիպրոս եւ արդեն կես դար գրավված է պահում կղզու հյուսիսը, ինքնահռչակ պետությամբ, որի անկախությունը ճանաչում է միմիայն Թուրքիան։ Շաբաթներ առաջ այնտեղ անսպասելի իրադարձություններ եղան։ Այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Հերսին Թաթարը, որն Ալիևին Ղարաբաղի Ֆաթիհ է անվանում, Ստամբուլը նվաճած Օսմանյան Մեհմեդ Ֆաթիհ Սուլթանի անունով, պարտվեց ընտրություններում։ Կիպրոսի թուրքերը նրան ոչ ասացին, թեև նրան աջակցում էր Թուրքիան, Էրդողանն ու առավելապես Թուրքիայի ազգայնամոլները։ Ազգայնամոլների առաջնորդն այնքան էր կատաղել, որ ընտրությունների արդյունքները հրապարակելուն պես հայտարարեց, թե Կիպրոսն ընդհանրապես պետք է միացնել Թուրքիային։ Ինչու եւ ինչ հակասություններ ունեն Կիպրոսի թուրքերը Թուրքիայի հետ, ինչպես է վարվում Թուրքիան գրավված հողերի հետ։ Daha bir soru var. Tufan Erhürman. Neden Kıbrıs? Եվս մեկ հարց Թուֆան Էրհյուրմանի վերաբերյալ, ինչու կղզու թուրքերը նրան ընտրեցին, որովհետև գիտենք Թուրքիայի իշխանությունները նրա մրցակցին էին աջակցում, ու նաև տեսանք Էրդողանի, նաև ազգայնամոլական կուսակցության առաջնորդի արձագանքը Էրհյուրմանի ընտրությանը, ինչու նրան ընտրեցին։ Sayın Erhürman Kıbrıs'ın en büyük muhalefet partisi. Պարոն Էրհյուրմանը ամենամեծ ընդդիմադիր կուսակցության առաջնորդն էր վերջին 6 տարիներին։ Իրավաբան է, sակայն ավելի հաշտվողական մոտեցում ունի։ Hukukçudur. Fakat daha bir uzlaşmacı bir tavrı var. Yani sadece toplumlar arası değil, Այլ կերպ ասած, նա առաջնորդ է, որը խոսում է ոչ միայն համայնքների միջև, այլև համայնքների ներսում հաշտեցման մասին։
Կիպրոսցի թուրքերը որոշ խնդիրներ ունեն Թուրքիայի հետ։ Սա պետք է ասել։ Հայտնի է, որ չափից շատ կախվածության հետևանքով որոշ միջամտություններ են եղել, որոնք խարխրել են կիպրոսցի թուրքերի ինքնավստահությունը։ Կիպրոսցի թուրքերը փաստացի Թուրքիայի պատրոնաժի տակ են։ Այս կախվածությունը երբեմն կարող է հանգեցնել միջամտության ներքին քաղաքականության մեջ։ Սա դժգոհություն է առաջացնում կիպրոսցի թուրքերի շրջանում։ Նախորդ առաջնորդը Էրսին Թաթարը Թուրքիայի այսչափ միջամտության կողմնակից էր։ Նրա կառավարման շրջանում է այդ միջամտությունը ձևավորվել եւ դրսեւորվել առավել չափով։ Այլ կերպ ասած, ամեն կողմում, ամեն անկյունում մայր հայրենիք Թուրքիա ասելով բաշխում էր Թուրքիայից եկող օգնությունը, առանց որևէ հաշվետվողականության եւ առանց պատասխանատվություն կրելու բոլոր հարցերը թողնում էր Թուրքիային։ Սա ստեղծեց այնպիսի մի իրավիճակ, որում Կիպրոսի թուրքերի ձայները լռեցվեցին, նրանք անտեսանելի դարձան։ Մյուս կողմից Կիպրոսի թուրքերն էին պասիվացել։ Սա հասարակական անհանգստություն առաջացրեց։ Այս անհանգստությունը գոյություն ուներ ոչ միայն ընդդիմադիր կուսակցությունների շրջանում, այլև իշխող կուսակցության ներսում։ Հետևաբար պարոն Էրհյուրմանը աջակցություն ստացավ այդ կուսակցություններից, նաև քաղաքացիներից, որոնք պահանջում էին մի փոքր ավելի շատ հարգանք, որոնք ցանկանում էին, որ իրենց լուրջ ընդունեն։ Büyük katkısı vardı Sayın Erhuman'ın seçilmesinde. Կային նաև կոռուպցիոն մեղադրանքներ Էրսին Թաթարի կառավարության դեմ, եւ տեսնում էինք, որ Կիպրոսում ամրապնդվել էր հովանավորչական համակարգ։ Այս բոլոր ամենօրյա իրադարձություններով նույնպես նշանակալի դեր խաղացին պարոն Էրհյուրմանի ընտրության գործում։ Նա վարեց ավելի ներառական քաղաքականություն, առանց բանավեճերի մեջ մտնելու, եւ դա պարգևատրվեց ընտրությունների առաջին փուլում գրեթե 63% ձայն ստանալով։ Այլ կերպ ասած, նա ստացավ նշանակալի մանդատ, նրան հասարակությունը տվեց նշանակալի լիազորություններ։ Սա իհարկե կարևոր է, շատ կարևոր։ MHP lider Bahçeli gibi insanların Türkiye Azgaynakan Şarjum Kusakçıyan Araçnort Bahçeli'yi nıman anzik xıntirներ չեն ստեղծի Էրհյուրմանի համար։ Olabilir zaten seçimlerin sonuçları açıklandıktan sonra Sayın MHP lideri Sayın Հնարավոր է։ Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ պարոն Դևլեթ Բահչելին արդեն իսկ հայտարարություն է տարածել, կոչ անելով Կիպրոսի թուրքական խորհրդարանին րոպե առաջ նիստ գումարել եւ Թուրքիային միանալու որոշում կայացնել։ Türkiye'deki sağ cenahın Kıbrıs'a nasıl baktığını da gösteren bir şey oldu. Սա շատ ցավալի հայտարարություն էր, որը նաև ցույց է տալիս, թե ինչպես են Թուրքիայում աջակողմյան ուժերը վերաբերվում Կիպրոսին։ Նրանց ընկալումներում Կիպրոսի թուրքեր չկան, ամեն ինչ ընկալում են մեծ թուրք ազգի շրջանակում եւ վրթովվել են Կիպրոսի թուրքերի ընտրությունից, երբ իրենք բացահայտորեն աջակցում էին մյուս տեխնացուին։ Destekledikleri için kendilerine karşı yapılmış bir hareket olarak algıladılar ve bunu ve doğrudan bir tepki. Ընտրության արդյունքը ընկալեցին որպես ինենց դեմ ուղղված գործողություն եւ անմիջապես արձագանքեցին։ Թուրքիայում ծայրահեղ աչերի ներսում հակասություններ կան։ Վերջերս քրդերի հետ հաշտեցման նախաձեռնության պարոն Բահչելիի կողմից Աբդուլլա Օջալանին առաջնորդ անվանելու մասով Կիպրոսի վերաբերյալ հայտարարությունը, որի մասին ակնարկեցիք եւ որը նշեցիք, կարող եք դիտարկել նաեւ որպես ռազմավարական հայտարարություն, մասամբ ուշադրությունը Կիպրոսի վրա տեղափոխելու նպատակով։ Kıbrıs'a kayarak yani milliyetçi söylemleri Kıbrıs üzerinden iç siyaset için kullanarak Այլ կերպ ասած ազգայնական հռետորաբանությունն օգտագործում են ներքաղաքական նպատակներով։ Հայտարարությունը Դևլեթ Բահչելիի կողմից էր։ içinde de MHP'ye yakın birçok iş adamının yatırımları var Kıbrıs'ta. Kumarhane, kasino, hoteller vesaireler. Բացի այդ, ազգայնականներին մոտ կանգնած շատ գործարարներ ներդրումներ ունեն Կիպրոսում, խաղատներ, հյուրանոցներ են կառուցել։ Եվ այս անձինք ներգրաված էին ընտրական գործընթացում, գյուղից գյուղ գնալով եւ բացահայտորեն աջակցելով արդեն նախկին նախագահ Էրսին Թաթարին։ Başkanı Ersin Tatar'ı açıkça köy köy dolaşarak desteklemişlerdi.
Bütün bu rahatsızlıklardan dolayı böyle bir tavır. Թաթարին աջակցում էր նաև Էրդողանի կուսակցությունը։ Նրան համարում էին իրենց երկու պետություն հռետորաբանության կրողը, հատկապես Կրանս-Մոնտանայից հետո։ Այնուամենայնիվ այդ աջակցությունը այնքան էլ ինտենսիվ չէր, որքան ազգային շարժում կուսակցությունից էինք տեսնում։ Ոմանք ենթադրում են, որ Էրդողանի կուսակցության քաղաքականության մեջ եւս մեկ փոփոխության ենք ականատես լինելու։ Ոմանք նույնիսկ փորձել են սա մեկնաբանել որպես դրա նախերգանք։ Թունջայ Յılmaz Թուրքիայի փոքր կուսակցություններից մեկի համահիմնադիրն է, որը կարծում է Թուրքիան կարելի է ասել վերադառնում է սուլթանության ժամանակներին։ Էրդողանը սկսել է ներկայանալ ոչ թե որպես ժամանակակից պետության նախագահ, այլ որպես բռնակալ սուլթան Օսմանյան կայսրության ժառանգորդ։ Süreçi şimdi Türkiye'nin için ihtiyaç mıdır? Հայաստանի հետ այս գործընթացը հիմա Թուրքիայի համար կարիք է, նպատակ է, թե ռազմավարություն Թուրքիան ստիպված է խաղում բանակցողի դերը, ինչու? Neden? Evet. Yani şimdi tabii ki 30 yıldır kapalı olan sınır kapılarının şimdi açılması konuşuluyor. Ne oldu? Ne değişti de yani birden? Այո, այսինքն հիմա իհարկե խոսվում է 30 տարի փակ պահված սահմանը բացելու մասին։ Ինչ պատահեց։ Ինչ փոխվեց, որ հանկարծ 30 տարի փակ պահած, 30 տարի ամեն օր մի աղյուսով սահմանն ավելի փակող, ժողովուրդների միջև ոչ թե մերձեցնող, այլ բևեռացնող քաղաքականություն վարող Թուրքիան սկսեց խոսել սահմանը բացելու հավանականությունից։ Կարծում եմ, որ դրա համար մի քանի պատճառ կարող ենք նշել։ Ներքին քաղաքականության տեսանկյունից անկեղծ ասած, Թուրքիան թեև մեծ տնտեսություն է, olarak da ciddi bir ekonomik kriz içerisinde. Yatırımcı alamıyor. Իստեղծած հակաժողովրդավար միջավայրի պատճառով նաև լուրջ տնտեսական ճգնաժամի մեջ է։ Կառավարությունն այդ վիճակից դուրս գալու համար չի կարողանում ներդրողներ ներգրավել։ Բացի այդ, երկիրը շատ է հետ մնացել տեխնոլոգիական արտադրանքի ոլորտում։ Սրանից էլ բացի էներգետիկ ռեսուրսների շատ լուրջ պակաս կա։ Այս ամենը հաշվի առնելով նաև Թուրքիայում հակաժողովրդավար գործընթացը, լուրջ ճնշում կա թուրքական կառավարության վրա։ Կա նաև իրավիճակի տնտեսական կողմը։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ցուցանիշը մեծ չէ։ Նույնիսկ վերջին թվերին նայելիս կարող ենք խոսել մոտ 200-300 միլիոն դոլարի առևտրաշրջանառության մասին, բայց երբ սահմանը բացվի, այս թիվը կարող է փոխվել։ İlişkilerin normalleşmesinde işte buna çok bağlı olan Zengezur koridoru meselesi, Türkiye'nin Orta Asya'ya bağlantı kurma meselesi, bütün bunlar düşünüldüğünde Եվ իսկապես, սահմանի բացումը, հարաբերությունների կարգավորումը մեծապես կախված է Զանգեզուրի միջանցքի հարցից, Թուրքիայի կապից կենտրոնական Ասիայի հետ։ Երբ այս ամենը հաշվի է առնում տնտեսական տեսանկյունից, խոսքը միայն 700-800 միլիոն դոլարի կամ նույնիսկ 1 միլիարդ դոլարի մասին չէ։ Թուրքիան amեն ինչ անում է, որ ամբողջ առևտրային գիծը եւ էներգետիկ միջանցքը կարողանա դիրքավորվել իր օգտին։ Şu anki iktidar açıkçası Türkiye'de neredeyse faşizmi inşa etme noktasında bir iktidar. İşte son yerel seçimlerde birinci parti olan Cumhuriyet Halk Երկրորդ, ինչպես ասացի, ներկա կառավարությունը անկեղծ ասած Թուրքիայում ֆաշիզմ կառուցելու եզրին է։ Նրանք կեղծ հիմքերով ձերբակալել եւ բանտարկել են Թուրքիայի ամենամեծ քաղաքի Ստամբուլի քաղաքապետին, որը հաղթել էր տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններում։ Այն քաղաքապետարաններում, որտեղ ընդդիմությունն էր հաղթել եւ քաղաքապետի պաշտոն վերցրել, կառավարությունը հոգաբարձություններ է նշանակել։ Ճնշվում են բոլորը եւ բոլորի իրավունքները, քրդերինը, ալիևներինը, սոցիալիստ ձախերինը։ Belediyesine kayyum atamış durumda. Yani dışarıdan baktığınızda Türkiye açıkçası bir çeşit sultanlığa dönme pozisyonda. Yani Erdoğan bir modern devletin cumhurbaşkanı olarak değil de Osmanlı'nın mirasçısı bir sultan gibi dedik bir sultan gibi. Թուրքիան կարելի է ասել վերադառնում է սուլթանության ժամանակներին։ Էրդողանը սկսել է ներկայանալ ոչ թե որպես ժամանակակից պետության նախագահ, այլ որպես բռնակալ սուլթան, Օսմանյան կայսրության ժառանգորդ։ Հետևաբար Թուրքիան պետք է վերականգնի իր միջազգային հեղինակությունը։ Այդ հեղինակությունը վերականգնելու քայլերի շարքում Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը եւ ԱՄՆ-ի կողմից նախաձեռնված Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին մաս կազմելը ակնհայտորեն բխում են Թուրքիայի şahերից։ Son Karabağ Savaşı'ndan sonra
herhalde elini daha güçlü hissediyor. Եվ վերջապես կարող եմ ասել հետևյալը. Գուցե Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Թուրքիան ավելի վստահ է զգում իրեն Հայաստանի դեմ։ Կարծում են, թե կարող են անել ավելին։ Մյուս կողմից նաև Թուրքիան է արտաքին ճնշումների տակ եւ հենց Թուրքիան է մեծ խաղի խաղակարդ եւ խաղը նույնն է Միացյալ Նահանգներն ընդդեմ Ռուսաստանի եւ Չինաստանի։ Tabii ki inanmıyorum yani orada da ben Իհարկե ոչ, այստեղ էլ նույն պատկերն է։ Թուրքական պետությունը, թուրքական կառավարությունը իսկապես մաքուր խղճով է գնում Հայաստանի հետ կարգավորման։ ne sorunumuz var? Biz barışalım ve sınırlarımızı aşalım diye mi gidiyor? Hayır. Bir planla gidiyor kafasında. Bir zorunlulukla gidiyor. Mesela Türkiye şimdi dese ki hayır ben bu işe girmiyorum. Onun ABD ile ilişkileri ona böyle bir şey dedirtmiyor. Çünkü aynı zamanda ABD ona da eğer bu benim kurmaya çalıştığım denklemin içine yani Փորձում է խաղաղություն հաստատել եւ բացել սահմանը։ Ոչ, նրանք գնում են մտքում ունենալով ծրագիր։ Նրանք գնում են, որովհետեւ պարտադրված են։ Եթե Թուրքիան ասի ոչ, ես դրան չեմ մասնակցում, ԱՄՆ-ի հետ հարաբերություններում խնդիրներ կլինեն։ Թույլ չեն տան նրան նման բան ասել, որովհետև ԱՄՆ-ն ասում է, եթե չմիանաս այս հավասարմանը, որը ես փորձում եմ հաստատել, այսինքն Կենտրոնական Ասիայում Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի դեմ գործողությանը, քեզ նույնպես կրակը կնետեմ։ Yektan Türk Yılmaz, Kurd պատմաբան Թուրքիայից, կարծում է, որ Թուրքիան ոչ միայն ուղիղ ներգրավված էր Արցախում պատերազմին, այլև Էրդողանն ամեն ինչ արեց, որ աշխարհը տեսնի Թուրքիայի ներգրավվածությունը։ Türkiye'nin için bu borç Ինչու է այս դատարկությունը կարևոր Թուրքիայի համար եւ ինչու է կարևոր Ռուսաստանի փոխարեն այդ տեղը վերցնելը։ yeri almak neden önemlidir? Şimdi zaten bu da ikinci sebebi, ikinci konuydu. Yani çok iyi sordunuz bunu. Zaten ikinci sebep de bu birinci sebepti. Yani bir jeopolitik tektonik hareketlilik yaşanıyor. Bir sismik hareketlilik yaşanıyor Kafkasya'da. Սա երկրորդ պատճառն էր, երկրորդ կետը։ Կա աշխարհակաղակական տեկտոնական շարժում, Կովկասում սեյսմիկ ակտիվություն կա, եւ իհարկե սա կապված է նաեւ վերջին 15 տարվա ընթացքում Թուրքիայի իր դերի եւ տարածաշրջանի նկատմամբ տեսակետի փոփոխության հետ։ Թուրքիան այժմ ցանկանում է լինել տարածաշրջանային տերություն, որն ինքն է որոշում իր դիրքը։ Alakalı. Yani nasıl bir Türkiye var demiştiniz ya. Bu Türkiye artık kendisini bölgesel bir belirleyici güç olarak görmek istiyor. Ցանկանում է լինել տարածաշրջանի առաջնորդը, եւ խոսքը միայն հարավային Կովկասի մասին չէ։ Եկեք ուշադրություն դարձնենք սրան։ Տեսնենք Թուրքիայի զենքի եւ դիվանագիտության իրականում զենքի դիվանագիտության ուղղությունները։ Օրինակ առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Օզալն էր իշխանության գլուխ եւ նա չէր ուզում չափազանց շատ խառնվել, բայց այս վերջին պատերազմին Թուրքիան ոչ միայն ներգրավեց, այլև ուզում էր բոլորը տեսնեն դա։ Özal çok bulaşık girmek istemedi o işe. Ama bu son yeni savaşa bakarsak Türkiye hem girdi hem de girdiğini herkesin görmesini istedi. Evet. Այո։ Yani bu çok önemli. Սա շատ կարևոր է։ Զուգահեռաբար Թուրքիան այժմ զինված ուժեր ունի Սոմալիում, զինված ուժեր ունի Քաթարում։ Ինչու։ Silahlı güç bulandırıyor. Yani kendisini bölgenin yani bir tek yakın çevresi değil, genel olarak bölgede oyun belirleyici, oyun kurucu bir aktör konumuna geliyor. Kendisini Դիրքավորվում է որպես խաղի կանոնները փոխող, խաղի կանոնները որոշող գործոն տարածաշրջանում, ոչ միայն նրա անմիջական շրջակայքում, այլև ամբողջ տարածաշրջանում։ Թուրքիան իրեն այսպես ասած տարածաշրջանում կայսերական տերություն է համարում։ Եվ իհարկե չէինք կարող ակնկալել, որ անտարբեր կմնա Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ իր եւ Հայաստանի միջև հարաբերությունների մասով։ Հետևաբար շատ ակտիվորեն ներգրաված են այս ուղղություններում եւս։ Քուրդ պատմաբանը պատասխանելով հայոց ցեղասպանության մասին հարցին բառացի ասում է. պատմական Հայաստանի ավերակների վրա է ձևավորվել Թուրքիան եւ իրական Թուրքիայում պատմական թշնամանքը հայերի նկատմամբ շարունակվում է 2000-ականների համեմատ հիմա առավել մեծ թափով, որովհետեւ Էրդողանը Էնվեր Թալյատ փառաբանող է դարձրել Թուրքիան եւ թուրքերին։ Ermeni soykırımı meselesi. En zor meselesi. Հայոց ցեղասպանության հարցը ամենադժվար հարցը հայերի եւ թուրքերի միջև եւ ինչպես գիտեք, իհարկե կա թուրքական կառավարության ժխտողական քաղաքականությունը եւ այս կարգավորման գործընթացում կա նաեւ ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարվելու նախապայման։ Ոչ պաշտոնապես, բայց մենք դա նկատում ենք։ Վերջին տարիներին Էրդողանի կառավարությունը փորձում է լրացնել հայերին, հատկապես Հայաստանում։ Ինչու է հայոց ցեղասպանության հարցը դեռևս այսքան ծանր Թուրքիայի համար։ Meselesini Türkiye için hele böyle bir zor meselesidir.
Tabii bunu yıllardır benim alanım. Սա տարիներ շարունակ իմ ուսումնասիրության ոլորտն է եղել։ Սա այն ոլորտն է, որն ուսումնասիրում եմ նաև հիմա։ Türkiye'nin varlığıyla ilgili bir şey. Yani Türkiye tabir caizse Batı Ermenistan'ın enkazı, yani Ermeni diyelim ki yazımında ve de Ermeni kamuoyunda kullanıldığı haliyle ve de Türkler Doğu Anadolu diyor. Kürtler Kuzey Kürdistan diyor ama nasıl derseniz deyin. Veyahut da şöyle söyleyelim, tarihsel Ermenistan'ın enkazı üzerinden tabii ki kuruluyor bir yandan. Սա Թուրքիայի գոյության առնչվող հարց է։ Թուրքիան, այսպես ասենք, կառուցված է Արևմտյան Հայաստանի ավերակների վրա։ Արևմտյան Հայաստան, ինչպես նշվում է հայկական գրականության մեջ, հանրային խոսքում կամ ինչպես թուրքերն են ասում, Արևելյան Անատոլիա։ Քրդերն այն անվանում են Հյուսիսային Քրդստան, բայց ինչպես էլ որ անվանենք, Թուրքիան կառուցված է պատմական Հայաստանի ավերակների վրա։ Երկրորդ, երբ նայում եք Թուրքիային, Թուրքիայի հիմնադրման առասպելին կամ դրա հիմնադրման պատմությանը, տեսնում եք, որ թուրքերն իրենց նկարագրում են որպես մի ազգ, որը պաշտպանվել է հարձակումից։ Իմպերիալիստներից, հույներից, բրիտանացիներից, ֆրանսիացիներից սա համոզիչ փաստարկ է, բայց եթե հայերի պարագայում 1 միլիոնից ավելի զոհ կա, պատմության անհամապատասխանության առաջ ենք կանգնում։ Evet, Ermeniler yok edildi ama sorun bitmedi. Çünkü aynı bölgede bu sefer bir Kürt sorunu var. Մյուս կողմից ամեն ինչ բարդ է, որովհետև այդ տարածքներում թուրքերի խնդիրները դեռ չեն ավարտվել։ Այո, հայերը ոչնչացվել են, բայց խնդիրը դեռ չի ավարտվել, որովհետև նույն տարածաշրջանում այս անգամ կա քրդական հարցը, որը ավելի բարդ խնդիր է դառնում։ Այսպիսով, երբ խոսում եք հայոց ցեղասպանության ճանաչման մասին, խոսքը պարզապես ճանաչման մասին չէ։ Իրական ճանաչումը նշանակում է պատշաճ կերպով ճանաչում եւ դա անելիս նաեւ պետք է ունենալ ներկա խնդիրը լուծող ծրագիր։ Այն չկա։ Ամփոփելով, ճանաչումն անհնար է Թուրքիայի հիմնադրման առասպելի պատճառով։ Երկրորդ, դա անհնար է այն առումով, թե ինչպես են թուրքերը տեսնում իրենց, որովհետև նրանք ցանկանում են լինել զոհի դերում։ Kuruluş miti itibariyle mümkün değil. İki, Türklerin kendilerini görme biçimi itibariyle değil. Çünkü bir mağdur topluluk olarak görmek istiyorlar. Bunu çünkü ortaya berhava ediyor. Üçüncüsü Երրորդ պատճառ. Թուրքիան ներկայում ունի վերջին բավական երկար ժամանակահատվածում ամենաաջակողմյա կառավարությունը։ Իշխանության գլուխ կանգնած է ամենակրոնամոլ, ամենաիսլամիստ, ամենաթուրքազգայնական կառավարությունը։ Ağacı hükümeti iş başında. En dinci, en İslamcı, en Türkçü iktidarı söz. Ճանաչման առումով ավելի լավատես էի 2000-ականների սկզբին։ Ցավոք այս հույսը մարել է։ Ուզում եմ նաև հավելել, որ ցավոք Թուրքիան հասել է շատ կրիտիկական կետի։ Աշխարհով մեկ շովինիստական ալիք է տարածվում։ Թուրքիայում այս ալիքը շատ ավելի ուժեղ է։ Այսօր Թուրքիայում հակահայ տրամադրությունները հայերի դեմ թշնամանքը մի քանի անգամ ավելի լայն են տարածված, քան 2000-ականների սկզբին։ Նույնը քրդերի դեմ թշնամանքի պարագայում է։ Այսօր Թուրքիայում քսենոֆոբիայի մակարդակը բազմաթիվ անգամ ավելի բարձր է, քան 2000-ականների սկզբին։ Yani bütün dünya öyle bir şoven bir dalga var. Türkiye'de bu dalga çok daha kuvvetli. Şöyle söyleyeyim. Türkiye'de bugün Ermeni düşmanlığı 2000'lerin başındakinden kat be kat yüksek. Türkiye'de bugün Kürt düşmanlığı 2000'lerin başından kat be kat yüksek. Türkiye'de bugün yabancı düşmanlığı 2000'lerin başından kat be kat yüksek. Neden sen? Ինչու պարոն Թուրք Յılmaz? Yani bu tabii bir defa Ամբողջ աշխարհում են հիմա նման գաղափարները տարածված։ Բացի այդ, ինչպես ավելի վաղ նշեցի, ավտորիտարիզմը։ Նման վիճակը պատճառը նաև այս ավտորիտար կառավարության քաղաքական լեզուն է։ Մի կողմից պատկերացրեք մի Թուրքիա, որտեղ Աբդուլհամիդներն են գովաբանվում։ Նրա ժառանգությունը կրկին ընդգծվում է։ Մյուս կողմից մի Թուրքիա, որտեղ Թալյատն ու Էնվերը կրկին հերոսներ են հռչակվում։ İşte bir yandan düşünün Abdülhamid'in kutlandığı, onun tekrar onun mirasının öne çıkartıldığı, öte yandan Talatların, Enverlerin yeniden kahraman ilan edildiği bir Türkiye bu. Bakın. Գիտեիք, որ քեմալականները Թալյատին եւ Էնվերին հերոսներ չէին համարում։ Հին Թուրքիան դեռ նրանց հերոսներ չէր համարում։ Մենք հասել ենք մի կետի, որտեղ Բայց հիմա քեմալականները նրանց հերոսներ համարում են։ Այո, հիմա համարում են, որովհետև դա է ընդհանուր միջավայրը։ Դա հնարավոր դարձավ այս միջավայրում։ Դուք գիտում եք իրական Թուրքիա նախագիծը, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք արդեն 2026-ին նոր հարցազրույցներով եւ իրական Թուրքիայից նոր դրվագներով։